Ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում խնամակալության եւ հոգաբարձության մարմինները այդքան էլ լավ չեն աշխատում։ Մենք մասնավորապես շատ ու շատ դեպքեր ենք ականատես եղել, որ օրինակ շատ երեխաներ պետք է հանձնվեին կոնկրետ խնամակալության կենտրոններին, որոնք չի կատարվում, երեխաները շատ վատ կենցաղային պայմաններում են ապրում, որոնց մասին ընդհանրապես խնամակալության եւ հոգաբարձության մարմինները չգիտեն։ Բայց ինչևէ, կոնկրետ այս գործով այո, Civilnet-ի անդրադարձից հետո Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր մարզպետարանին եւ մարզպետարանից Մարտունու համայնքապետարանը գրություն էր ստացել, որպեսզի կրկնակի հետազոտություն կատարի երեխաների մասով։ Մարտունի համայնքը ի սկզբանե այս ամենից հետո որոշել էր, որ երեխաների բնակության վայրը հաշվի առնելով նշածս հանգամանքները սահմանել մոր Վարսենիկ Սեթրակյանի բնակության վայրը, սակայն նախորդ դատական նիստին ես ականատես եղա, որ քանի որ ի սկզբանե գործը մակագրված էր եղել այլ դատավորի, դատավորը բացառք էր հայտնել գործով։ Դրանից հետո գործը վերամակագրվեց եւ վերամակագրումից հետո Մարտունու համայնքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովը չգիտես ինչ պայմաններում փոխել է իր եզրակացությունը եւ գտել է, որ երեխաների բնակության վայրը պետք է սահմանել հոր բնակության վայրը։ Հանձնաժողովի կազմը նաեւ փոխվել թե նույն հանձնաժողովի կազմով։ Կարծեմ, եթե ճիշտ եմ հիշում այս պահին, միայն իրավաբանն է փոխվել, բայց ընդհանուր հիմնավորում որևէ հիմնավորում ես դատական նիստում էլ դա հարցրեցի, որևէ հիմնավորում չկա, նույնիսկ ծանոթացա նոր եզրակացության հետ, ընդհանրապես աղերս չունի սույն քաղաքացիական գործի հետ։